Պրոֆիլ հաղորդաշարի հյուրը դերասան երգիչ Հայկ Պետրոսյանն է, նա կրում է մեծ ժառանգություն, բայց ընտրել է սեփական ձայնը, սեփական բեմը եւ սեփական խոսքը։ Հայկ, երբ հասկացաք, որ արվեստը ձեր ընտրությունն է, այլ ոչ միջավայրի ազդեցություն, քանի որ դուք քաղաքագետի կրթություն եք ստացել։ Բարև ձեզ, ողջունում եմ մեզ դիտողներին։ Ոնց ասեցիք սկզբից, նա կրում է մեծ ժառանգություն, բայց որոշել է սեփական ձայն։ Շնորհակալ եմ ներկայացնելու համար։ Չի ասի տենց որոշել եմ ինչ որ սեփական բան անել, բայց ամեն դեպքում իմ կյանքի ճանապարհը այնպես դասավորվեց, որ ես այս ստեղծագործական ոլորտում եմ ապրում, աշխատում, եւ որ անկեղծ ասեմ, ես չեմ հիշում, որ այդպիսի հարց եմ իմ մեջ դրել միջավայրի ազդեցությունն է, թե իմ որոշումն է։ Ինքնստինքյան մի տեսակ ամեն ինչ կարելի ասել եկավ։ Մի որոշում կա, որ ես կարևոր կայացրել եմ, օրինակ դա այն էր տարիներ առաջ, որ ավելի շատ երգի ուղղությամբ եմ ուզում շարունակել, որովհետև մի 10 տարվա այսպես տարբեր ելույթներից հետո եկա այն մտքին, որ երաժշտությունն է ինձ ավելի հոգեհարազատ, այնտեղ եմ ավելի լավ արտահայտվում։ Որոշ չափով թատերական իմ հնարավորությունները փորձում եմ օգտագործել։ Իսկ եղել է ինչ-որ երգ, որ շրջադարձային է եղել, որ որոշել եք հենց երգը առաջնային պլան մղել։ Ավելի շատ ընդհանուր ներաշխարհ զգացմունքները, ապրումները երգի մեջ ավելի լավ կարողացա արտահայտել։ Հատկապես 44 օրից հետո 2021-22 թվականներին շատ ինտենսիվ հեղինակային երգեր էի գրում։ Այդպես Ազնավուրից հետո ոնց որ շեշտը դրեցի դրա վրա, որ օրինակ թատերական տեքստով դա ես շատ կդժվարանայի արտահայտել եւ կիսվել հանդիսատեսի հետ։ Ինձ ավելի թեթև զգացի երգի երաժշտության աշխարհում, ինչը իմ այսպես մանկությունից միշտ ինձ հետ է եղել։ Մենք մեր տանը շատ ենք երգել, իմ ծնողները, իմ հարազատները, մեր ընկերները միշտ շրջապատել ենք մեկս մյուսին երգով, երաժշտությամբ, այնպես որ դա մի շատ հարազատ աշխարհ է ինձ համար ի սկզբանե։ Իսկ ուր մնաց քաղաքագետի կրթությունը։ Ես ավարտել եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը Եվրոպական ակադեմիայի, որ անկեղծ ասեմ, ես այդ ժամանակ չգիտեի ինչ եմ ուզում անել։ Հիմա որ հետադարձ հայացքով նայում եմ, օրինակ մտածում եմ գուցե գնայի, չգիտեմ, դաշնամուր նվագել սովորեի կամ ինչ որ այլ բան։ Այդպես ընտանիքս, հարազատներս իհարկե այդ հարցում օգնում էին, խորհուրդ էին տալիս։ Մի խոսքով եկան այն մտքին, որ պատմությունն որ սիրում եմ, լավ կլինի միջազգային հարաբերություններ գնամ եւ այդ տեսանկյունից շատ լավ ընտրություններ Եվրոպական ակադեմիայում մենք շատ լավ կուրս ունեինք, մի քանի հրաշալի դասախոսներ ունեինք, որոնց դասախոսությունները ես մինչ այժմ հիշում եմ, օրինակ Արմենը, որ փիլիսոփայության եւ տրամաբանության դասախոսն էր մեր շատ հետաքրքիր մարդ է, բայց դա իմ աշխատելու կրթությունը չդարձավ, այսպես ասած։ Ես այդ ուղղությամբ ի սկզբանե կարծում եմ գիտեի, որ չեմ գնալու այդ ուղղությամբ աշխատելու։ Այսինքն մենք քաղաքագետ Հայկ Պետրոսյան չենք ունենա։ Չեմ կարծում։ Երբևիցե։ Չեմ կարծում։ Դե այդպես մի օր որ ես գամ ասեմ բարև ձեզ, ես այսուհետ քաղաքագետ եմ, դժվար թե այդպեսի բան լինի։ Չգիտեմ։ Հետաքրքիր է, ձեզ մինչև հիմա ներկայացնում եմ որպես Վարդան Պետրոսյանի որդի, եւ դա ձեզ ոգեշնչում է, թե գուցե հակառակ ինչ-որ կաղապարների մեջ է դնում։ Հա, լինում է, ինչ որ տեղեր կարող է լինեն, ինձ ներկայացնեն Վարդանի տղանա կամ մեր Հայկն է, մեր Վարդանի տղանա։ Դա շատ հետաքրքիր պատմություն է ինձ համար դարձել, որովհետև կյանքի փորձի դու սկսում ես քո կյանքում քո եղած հարաբերությունները, ընտանիք, ընկերությունը վերագնահատել, վերաիմաստավորել շատ բաներ։ Հատկապես երբ ինքս ընտանիք կազմեցի, ամուսնացանք, աղջիկ ունեցանք, երբ որ դու ես դառնում ծնող, մի հատ sense բան է գալիս, դու քո ծնողին ես ուրիշ հայացքով տեսնում, ուրիշ աչքերով տեսնում, եւ այդ մեծ ժառանգությունը, որի մասին դուք սկզբից ասացիք, այսպես մեծ ժառանգությունը ունի մեծ պատասխանատվության բաժին, եթե այսպես ձևակերպեմ, սակայն երբ պատասխանատվությանը մոտենում ես սիրով, այլ ոչ թե որ վայ մամա ջան, ես պիտի ես սրատակից ոնց եմ դուրս գալու, քեզ ուժել է գալիս, ամեն ինչ էլ գալիս է։ Ամեն դեպքում Վարդան Պետրոսյանի զավակ լինելը իմ կյանքում ինձ միայն օգուտ է տվել։ Հիմնադիրը, այսպես ասենք, այդ հարաբերությունների հայրս է։ Փոքր ժամանակվանից նա կարողացել է այնպես ճիշտ կառուցել մեր հարաբերությունները, մեր փոխհարաբերությունները որպես որդի եւ հայր, որպես ընկերներ, հարաբերությունների ձևը, շփման թեթևությունը եւ այլն, որ ես երբեք ինչ որ բան չեմ զգացել, ծանրաբեռնվածություն։ Պատասխանատվություն, այո։ Բայց դա շատ սիրելի պատասխանատվություն է եւ շատ իսկապես կարեւոր ժառանգություն։ Եվ ժառանգությունը հենց այնպես չի, պետք է կարողանաս արժանանալ այդ ժառանգությանը, այսպես բարոյական տեսանկյունից էլի,
Եվ սա միայն այս որդի հայր հարաբերության մասին չեմ ասում, ընդհանրապես դա կարելի է վերագրել հայրենիքին, կարելի է շատ այլ բաների վերագրել։ Ժառանգություն կոչվածը։ Օրինակ մենք ունենք հզորագույն մշակութային ժառանգություն, մենք ասելով հայ ժողովուրդը։ Ինչքանով ենք մենք այդ ժառանգությունը կրում։ Իսկ կա մի բան, որ երբեք չեք անի բեմում կամ կյանքում, քանի որ ձեր հայրը Վարդան Պետրոսյանն է։ Այդ պատասխանատվության մասին խոսեցիք։ Այսինքն դուք ամեն արարքից հետո մտածում եք, որ դուք Վարդան Պետրոսյանի որդին եք։ Այդպես որ ասեմ, ամեն արարքից հետո մտածում եմ, դա ինչ որ տարօրինակ երևույթ կլիներ։ Իմ մեջ հորս ներկայությունը միշտ կա, ոնց որ կարիք չկա ամեն անգամ մի հատ անդրադառնալ։ Մենք ինչ որ մի որոշում կայացնելուց կամ ինչ որ քայլ անելուց ոնց որ ինքնաբերաբար ինչ որ ֆիլտրեր մեր մեջ ունենք արդեն, որ ձևակերպված է, չէ՞։ Եվ ամեն անգամ դու չես ֆիլտրում բոլոր, այսպես ասած, արդեն տրված է, էլի ալգորիթմը, դու գիտես, բայց ինչ որ եթե կարող է առանձնահատուկ հարցեր կան, իհարկե ժամանակ կտրամադրում եմ, խորհում եմ, մտածում եմ, վերլուծում եմ եւ դա համարում եմ շատ այսպես մտքի առողջության նշան, այսպես ասեմ։ Երբ մի նոր բան եք ստեղծում, առաջին ում եք ներկայացնում, ում հետ եք կիսվում, ում խորհուրդն եք ցանկանում լսել։ Հիմնականում այդպես հերթականություն չկա, որ ասեմ սկզբից այս մարդուն, հետո այն մարդուն, բայց այն մարդիկ, որ ամենա ոնց որ իմ մտերիմ շրջապատն են, որոնց գուցե ավելի հաճախ եմ տեսնում, ընկերներս, ընտանիքս, եթե կոնկրետ հարց է, որ կոնկրետ մասնագետի կարիք կա, կարող եմ զանգել, պայմանավորվել, խնդրել, գնալ, հանդիպել, հարցնել։ Նայած ինչ է, նայած ինչ հարց է, բայց կան մարդիկ, որոնց կարծիքը շատ կարևոր է ինձ։ Ես նույնիսկ մի փուլում եմ գտնվում հիմա, որ ստեղծագործական տեսանկյունից ինքս ոնց որ դիտողություն փնտրեմ։ Ասեմ օրինակ ինչ ուղի, ինչն է լավ, ինչն է վատ։ Դա կարիքն եք։ Հա, շատ հետաքրքիր ոնց որ դպրոց անցնես մարդկանց հետ, իսկապես օգնում է շատ։ Հատկապես այս կոմիտասի երգերը, որ հիմա աշխատում եմ, դա էլ ոնց որ հեղինակային երգ չի, դա հայ ժողովրդի ստեղծած երգն է, հայ ժողովրդի համար է, որ երգում ես իրանց համար է, այդ տեսանկյունից այդ փոխանակումը զգացմունքային նախ եւ առաջ շատ օգտակար է, որ ճիշտն ասեմ։ Դերասանություն, երգ, ինքնուս եք այս ոլորտներում։ Իսկ նոտաները գիտեք։ Չգիտեմ, բայց այս տարի արդեն նախատեսում եմ սովորել, այո։ Այս իմ 10 տարվա փորձը երաժշտական, որ շատ տարբեր երաժիշտների, նվագախմբերի հետ աշխատանքի փորձ ունեցա եւ դա շատ այսպես իմ հարստությունը ոնց որ լինի, բոլորին շատ շնորհակալ եմ դրա համար, որովհետեւ բոլորից շատ բաներ եմ սովորել։ Եվ ոնց որ այս վիճակը ինձ բավարարել է, որ կարողանամ արտահայտել այնինչ ուզում եմ արտահայտել։ Սակայն հիմա որ այս կոմիտասյան աշխարհը ինձ դարձել է շատ հարազատ եւ մի քանի տարի հետո էլ ես այս կոնտեքստի մեջ եմ, այս կոնցեպտի մեջ եմ տեսնում իմ ստեղծագործական աշխատանքը առաջ աստված, զգացի, որ օրինակ 3-4 տարի հետո էլ ես իմ ունեցածը չի բավարարելու ինձ։ Դրա համար հիմա արդեն կսկսեմ սովորել, ինչի համար շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ, կյանքումս մի քանի անգամ փորձ եղել է նոտա սովորելու, գիտար եմ գնացել, դաշնամուր եմ գնացել, բայց այն ժամանակն էլի չէի զգում, որ շատ եմ ուզում, ինձ շատ բակներ հետաքրքիր բան, տենց չստացվեց։ Այս անգամ կստացվի։ Իսկ ինչու եք հենց հիմա որոշել կոմիտաս։ Ուզում եք պատմեմ, ոնց սկսեց կոնկրետ գիտարով, հենց քանի էստեղա։ Ուրեմն մի երգ ունեմ հեղինակային երգերից, սենց է ավարտվում Երգի վերջաբանը սենց է. ու կոմիտասով մեր միշտ հիացած, ու կոմիտասով մեր հայացած, ու կոմիտասորներ ուրբաթ լուսի շաբաթ ու անցում է անում, որ կոմիտասով հայացած, այսպիսի բառախաղ է արել ու Մոկաց Միրզա երգից մի տուն երգում էի, հետո որ համերգներին հեղինակային արեցի, զգացի, որ պետք է աշխատել ես Մոկաց Միրզայի վրա, եթե երգում եմ, սենց լավ էր միտքը, ոնց որ բառախաղը բերում էր, կպնում էի դրան, ու այդպես սկսեցի Մոկաց Միրզա երգը փորձել, մեկ է սկսեց, որ ասում է տարավ, տարված կոմիտասով։ Կոմիտասի իմ առաջին ցնցումը, այսպես ասենք, հորս վերելք ներկայացումներ։ Դա մի մեծ կտավ էր թատրոնի, մեծ կտավ, որովհետև պատկերացրեք մի ներկայացում, որտեղ հանդիսատեսը տեսնում է մեր ժամանակակից կյանք, այսպես ասենք, որը ներկայացնում էր հայրս ամբողջությամբ, մենաթատրոնը, բայց դրա հետ մեկտեղ այլ դերասաններ, այլ երգիչներ, որոնք ցույց են տալիս կոմիտասի կյանքը,
նրա գործունեությունը, ցեղասպանությունը, աշխարհը մի ամբողջ sense հսկայական կտավ, որի մեջ կարմիր գծով այդպես գնում էր Կոմիտասի կյանքը եւ վերջում բերվում էր այն մտքին, որ Կոմիտասը մեր վերելքի ճանապարհն է, այսինքն ներքին զարգացում ապրելու համար դա ճանապարհ է։ Դա իմ առաջին այսպես մեծ ցնցումն էր, ես հիշում եմ, բայց այս փուլում ես ոնց որ ինքս սկսեցի ուսումնասիրել եւ մի ուղղակի հրաշք աշխարհ բացահայտեցի, մի ամբողջ տիեզերք, մի հատ ձայն աշխարհ, որը մեր բոլորինս է, որը մեր մեծ հարստությունն է, եւ ես հիմա էլ դեռ այսպես սովորելու փուլում եմ, համ սովորում եմ ուսանող պրակտիկանտ, այսպես ասենք։ Դուք այնպիսի մեծանուն հայերով եք հետաքրքրված, ոգևորված, կատարում, Կոմիտաս, գիտենք նաև Ազնավուր։ Այդ համարձակությունը ձեզ որտեղից։ Ազնավուր, որ սկսեցի երգել, այդպես շատ երիտասարդ էի ավելի, այդ տարիքին արդեն բնորոշ է համարձակությունը։ Այսինքն շատ չես խորանում, էլի ոնց էր ինչ էր, դու այդ համարձակություն ունես, բարձրանում ես։ Հետո տարիների ընթացքում իհարկե հասկացա, որ դա մի քիչ ավելի քան որ շարունակական բնույթ սկսեց կրել, ուրիշ մակարդակի է պետք բերել, մի վստահության ձև կա, որ գալիս է փորձից, աշխատասիրությունից, այսպես պիտի փորձես, որ մի հատ վստահություն ձեռք բերես, էլի, այդպես է եղել ավելի շատ։ Տարիներ առաջ քեզ համար Ազնավուր համերգի ժամանակ դուք պատիվ եք ունեցել երգել հենց Շարլ Ազնավուրի դիմաց, այսինքն նրա առաջ երգել եք իր երգերից, որ կատարումներ եւ ինչ էմոցիաներով բարձրացաք բեմ։ Դա 2017 թվականի հունիսի 1-ն էր, օպերայում մեծ համերգ էր, ֆիլհարմոնիկ նվագախումբներ նվագում, օպերայի եւ էստրադային երգիչների խումբ կար եւ դուետներով երգում էին Ազնավուրի երգերը։ Ես վարում էի համերգը եւ 2-3 երգել ես էի երգում, բոլորս շատ հուզված էինք, հանդիսատեսները շատ հուզված, շատ ուրախ, թե Ազնավուրը նստած դահլիճում։ Շատ տպավորիչ էր, շատ էմոցիական, որ անցնում է, հետո նոր զգում ես ինչ ապրումներ էին, այդտեղ Լեդո գիտար երգը շատ տպավորվեց, որ երգեցի լավ անցավ, էլի այտենց հավես էր, այտենց շատ լավ էր, այսպես բեմական ամենաերջանիկ օրերից մեկն է իմ կյանքի։ Իսկ անձամբ հանդիպեցիք Շարլ Ազնավուրին հետո։ Հետո հա, առիթ եղավ այդ հետնաբեմում մի պահ, այդպես շատ կարճ, 1 րոպեի հանդիպում էր, բայց այդպիսի մի ակնթարթային հանդիպում, որ հիշվում է ամբողջ կյանքում։ Դուք շատ լավ ֆրանսերեն եք խոսում, գուցե նաև դա է օգնում, որ այդքան լավ Ազնավուր կատարեք։ Իրականում Ազնավուրն է ավելի շատ օգնել, որ ես ֆրանսերեն խոսեմ։ Իդեպ բոլոր նրանց, ովքեր ուզում են սովորել ֆրանսերեն, խորհուրդ կտամ, այսպես իմ փորձը կիսելով Ազնավուրի երգերը սովորել, անգիր անել այդ երգերը։ Նրա այդ լեզուն շատ գրական է, շատ երգեցիկ է եւ միևնույն ժամանակ այն կարելի է օգտագործել այսպես առօրյայում խոսելիս, ստեղծելով մի մարդու տպարությունով շատ լավ խոսում է ֆրանսերեն, շատ գեղեցիկ լեզու ունի, մեծ պոետ է նա։ Ես որ սովորում էի ֆրանսերեն, այդպես անգիր անում նրա երգերը, լսում էի, հայրս խորհուրդ տվեց, նրան էլ էր օգնել, այդպես ավելի շատ Ազնավուր օգնեց, որ ֆրանսերեն ես յուրացնեմ։ Կարող ենք լսել մի կատարում։ Սիրով մի երգ եմ, որ երևի առաջին երգերից է Ազնավուրի, որ բեմից երգեցի կամ հենց առաջինը, իմ շատ սիրելի ընկերոջ հետ Կարեն Անանյանի դաշնակահար հրաշալի Սա jeunesse երգն էր, որ նշանակում է մեր երիտասարդությունը։ Մի հատված երգ է։ Lorsque l'on tient entre ses mains cette richesse, avoir 20 ans de lendemain, plein de promesses, quand l'amour sur nous se penche, pour nous offrir ces nuits blanches, lorsque l'on voit loin devant soi rire la vie, broder l'espoir, riche de joie et de folie, il faut boire jusqu'à l'ivresse sa jeunesse. Բրավո Հայկ։ Մի փոքրիկ հատված, շնորհակալություն։ Հայկ, նաև հեղինակային երգեր ունեք, հատկապես պատերազմից հետո սկսել եք հեղինակային երգեր գրել, արդեն շատ երգեր ունեք գրված եւ ինչ է դա ձեզ տալիս հենց հեղինակային երգեր գրել, այսինքն այնինչ զգում եք, արտահայտում եք հեղինակային երգերի միջոցով։ Պատերազմից հետո 2021-2022 թվականներին, այո, այդ շրջանում
շատ հեղինակային այդ խոսքերով, բառերով էր արտահայտվում։ Օրինակ ես վերջին շրջանում արդեն 2 տարի կլինի, որ շատ այդ հեղինակային դաշտում շատ քիչ եմ ստեղծագործում, շատը կոմիտասի վրա է։ Ուշադրությունը, բայց այդ փուլում այո, ապրումների մի այդպես պայթյուն ոնց որ լիներ ինձ մոտ, կարծում եմ բոլորիս մոտ։ Այն որ մեկ-մեկ խելագարությանը հասնում այդ զգացմունքների սրությունը։ Եվ այդ էլ պատահաբար եղավ, այդպես չստացվեց, որ ասեմ, այ մի հատ գիտարը վերցնեմ, երգ գրեմ։ Այդ հիշում եմ այդ պահը շատ լավ, որ ոնց ստացվեց, որ վերցրեցի գրիչու առաջին տողերը գրեցի այդպես, ու այդ պահին էլ չէի մտածում, որ երգ պիտի դառնա։ Իմ ընկեր, իմ անծանոթ եղբայր, ուր ես կորել, որտեղ դու ընկար, որտեղ են քեզ փնտրում քո մոր աչքերը, որ սարերում, որ ձորերում։ Առաջ այդ բանը գրեցի, հետո շարունակեցի այդպես, հետո մի օր երգ դարձավ դա։ Իմ ընկեր, անծանոթ, հետո զգացի գալիս է այդ բառերը, ինչ որ ինձ համար էր նոր բան, էլի, որտեվ ես տենց 12-3 տարեկանից գիտարի ակորդներ ինչ որ սովորում էի, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների վրա տպարություն փորձեմ թողնել։ Բայց եւ երգեր գրում էի, էլի, փորձուն է հեղինական երգեր, ավելի շատ կատակ երգեր էի գրում, բայց այդ փուլում այդպես ինձ համար շատ թանկ գաղափարների մասին փորձեցի գրել պատերազմի մասնակից կռված տղաների կամավորների մասին, իմ ընկերների մասին, ովքեր կռվել են, մի մասը կյանք են տվել, մի մասը փառքաստու ողջ են, այսօր կան շարունակում են ապրել, արարել։ Շատ թեմաներ կային իրականում ընտանիքը, սերը, պատերազմը, հասարակությունը, մեր հույսերը, մեր երազանքները, ցավը, այնքան բան կար։ Այդ ամեն ինչը հեղինակայինի մեջ դուրս եկավ։ Որ երկը հատկապես կառանձնացնեք, որ միշտ ձեր հետ է եւ մեր հեռուստադիտողին եւս որպեսզի ներկայացնեք։ Ինչ որ թեմաներով կարող եմ առանձնացնել, բայց որ ասեմ, սա է իմ ամենասիրելի երգը, չէ, այդպես չէ, բոլորն էլ հարազատ են։ Որն է հիմա մտքին գալիս։ Այս երգը ուրեմն 44-ից հետո երբ Արցախից վերադարձենք, որոշեցի իջնել Երևան, կենտրոն, շատ այդպես կարոտած սրտով, բայց լրիվ ուրիշ քաղաք տեսա, լրիվ ուրիշ տպավորություններ, շատ ծանր վիճակ էր այդ ժամանակ քաղաքում եւ այդ ապրումների մեջ ծնվեց մի երգ, որը անվանել եմ Հեռադիտակ։ Սպիտակ թղթին բարեր, սևոտ պիտակ սրտին մեր, արևոտ սպիտակ տարեր, սև ձեռագիր, կարմիր ծառեր, վարվող երկիր։ Ձյանպես մաքուր անտուն վերքեր, դարձան անպես անգույն երգեր, որ սավառնեն հեռու-հեռուն, բերեն մեր տուն, սիրուն գարուն։ Հեյ ամբոխում կանգնած անհատ գոռում մեզ լուռ ու հուսահատ հանում հոգոց ծանր շնչում, բայց արցին հայոց, ինչու չես առնչվում։ Այս քաղաքը կարծես թե մահացել է, իսկ տղերքը քամու մեջ անմահացել են, մեր սրտերը կարծես ամայացել են, գիշերվա մեջ աղմուկները քարացել են։ Կտամ ես քեզ հեռադիտակ, որ դու տեսնես պարզ ու շիտակ, թե ով է քեզ շրջապատում, ինչպես են քեզ շրջափակում։ Նայիր հեռուն ու տես մոտիկ շուրջդ տապրող տարբեր մարդիկ, որոնք ոչ սև են, ոչ էլ սպիտակ, նրանք կամ դև են, կամ հրեշտակ։ Դե ինձ ասա, ինչ ես ուզում, փող ու բարիք, թե հայրենիք դարձել ես դու ամբողական, թե մենակ ես, բայց վճռական։ Այս քաղաքը կարծես գունազրկվել է, մարդկանց տները գողացել ու զրկել են, այգիները մեր կանաչ արդեն զոդում են, մարդիկ էլ լուռ նայում հետազոտում են։ Թող գա գարուն, բայց արգարուն, բերիր հետ սիրո ավյուն, թող տեղ հասնի այս երգային ու դեղ դարձնի հիվանդներին։ Ահա ձեզ մի գլուխ կոտրուկ, մենք համազատ ենք, համ մեր ստրուկ կյանքը, հանկարծ կյանքը կտրուկ դարձավ վարկած, համավարակված։ Հեյ իմ ընկեր դարձած գիտակ, էլ պետք չի քեզ հեռադիտակ, նայիր ու տես պարզ ու շիտակ, շատ հարազատ մի քիչ օտար քաղաք։ Սա Երևանն է, բայց արդյոք մենք տանն ենք, թե մեր տան մեջ մենք մեր հարևանն ենք, հյուրերը շատ են մեր տնից մտնում են փայ, դե մենք էլ քիչ ենք, բայց մեզ դեռ ասում են հայ, մեզ դեռ ասում են հայ։ Սպիտակ թղթին բարեր, սևոտ պիտակ սրտին մեր, արևոտ սպիտակ տարեր, սև ձեռագիր, կարմիր ծառեր, վարվող երկիր։ Կարմիր ծառեր, վարվող երկիր, կարմիր ծառեր, վարվող երկիր։
Այսպես։ Շատ դուր եկավ։ Շատ Շատ լավն էր։ Երբ ձեր հետ ես հեռախոսով խոսում էի, Հայկ իմ աղջիկը մոտեցավ ու ինձ հարցրեց, ասում է հեռախոսով էլ է, նրա ձայնը այդքան լավ է։ Դուք հասկացել եք ձեր ձայնի ուժը կամ ընդհանրապես ձայնի ուժը ինչու՞մ է։ Ուրեմն Կոմիտաս վարդապետի կենսագրությունն ուսումնասիրելով ես հասկացա, որ նա իր մեջ նախ ներառում է ամբողջ, այսպես հայոց պատմությունը կարելի ասել, որովհետև Կոմիտասից առաջ նա ինքը հասել է հնագույն ժամանակներին եւ այդ ժամանակներից այսպես եկել հասել է իր ժամանակների կրողն է, դրանից հետո էլ ոնց որ բաժանվում է Կոմիտասից առաջ եւ հետո մշակութային պատմությունը հաստատում էր։ Եվ սկսեցի ուսումնասիրել, այսինքն հասկանում ես, որ նաև պատմություն պիտի ուսումնասիրես, հայագիտություն ուսումնասիրես, ինչ որ փաստեր փորձես համադրել, ասենք, եթե գութաներքն ես ուսումնասիրում, ոնց են գութանարը, ինչ գործիքներ են եղել, ինչ ժամանակներում են այդ մարդիկ ապրել, այդ հին հնագույն ժամանակների գութանանող հայ մարդիկ իրանք չեն ապրել նույն աշխարհում, որ մենք շրջապատված չեն եղել, ասենք խցանումներով, ցույցերով, դա շատ ուրիշ աշխարհ է եղել, շատ բնության մեջ, շատ ներդաշնակ եւ այդ աշխարհի մեջ է որ ծնվել են այդ հո հետ, այդ ձայները, որոնց մեջ ազատություն կա, ինչ որ սենց արև կա։ Ու մեկ էլ սկսեցի այդպես մտածել, թե ինչ է ձայնը ընդհանրապես, էլի։ Այս ինչա մեր մեջից դուրս գալիս, չէ՞ որ մենք ապրում ենք ձայնային աշխարհներում, այսպես ասենք, բայց դրան այդքան ուշադրություն չենք դարձնում։ Օրինակ մենք հիմա տեսնում ենք իրար, բայց մեր շփման ձևը ձայնն է։ Քաղաքի ձայներ, բնության ձայներ, պատերազմական ձայներ, երեխայի ձայն, մամայի ձայն, ժողովրդի ձայն, ներքին ձայն, խղճի ձայն, տեսեք ինչ բաներ կա, հետաքրքիր, ներքին եւ արտաքին աշխարհ է սա, եւ այդպես սկսեցի այդ թեմայի շուրջ ուսումնասիրություններ անել եւ շատ ինձ համար նոր ու այսպես կոնցեպտուալ կարևոր ինչ որ բաներ սովորեցի, բացահայտեցի։ Հա։ Նախ օրինակ հին աշխարհի քաղաքակրթություններից շատերը աշխարհի արարումը, տիեզերքի սկիզբը, կյանքի սկիզբը կապել են ձայնի հետ։ Քրիստոնեության մեջ ի սկզբանե բանն էր, բանը միտքը, արարչությունը, որ հնչել է որպես ձայն, որ ասում է եւ Աստված ասաց, եղեցի։ Հետո պարզվում է, որ մարդու լսելու ունակությունները օրինակ 20-ից 20,000 հերց են տարածվում, այսինքն երկու կողմից է տիեզերքներ կան ձայնային, որ մենք չենք կարող ընկալել։ Մենք բոլորս մեր մամաների փորիկներում, այսպես ասած, 16 շաբաթականում արդեն սկսում ենք ձայներ լսել, այսինքն մեր առաջին ընկալումները ծնվելուց հետո էլ մենք դեռ չենք տեսնում, լսում ենք, առաջին շփումները աշխարհի հետ ձայնային են։ Նույն բանը մարդուն ասես մի տոնայնությամբ, մի ձայնով, ուրիշ ձև կազդի, օրինակ երեխային, նույն բանը փափուկ ասես, ուրիշ բարություն կլինի, մի քիչ խիստ ասես Այսինքն ձայնը նաև զենք է ու այդտեղ ինձ ավելի շատ սկսեց հետաքրքրել թե ինչպիսի ձայնաշխարհ է ստեղծել հայ ժողովուրդը հայկական լեռնաշխարհում մի ձայնաշխարհ, որը համակարգել, զտել, սրբացրել է կարելի ասել Կոմիտաս վարդապետը, նա ասում էր երկու հոգու հայլին է եւ մենք այդ ձայնաշխարհը ունենք ժառանգած, այդ երգերը ունենք ժառանգած, որոնց մեջ մենք կարող ենք իրար ճանաչել։ Այս ընկետն է, որտեղ ենք մենք նույնականանում որպես հայեր մեր լեզուն, մեր երգը եւ այլն։ Այսինքն առաջիկայում Կոմիտաս եք ներկայացնելու, ես ճիշտ հասկացա։ Առաջիկա տարիներին հակոկալեք, բայց հիմնական շեշտը այսպես Կոմիտասի վրա է դրվելու։ Այդպես եմ շատ ուզում եմ այդպես կարողանալ կառուցել ընթացքը։ Վերջին տարի ու 2 տարին եւ մինչ օրս շատ այդպես ուսումնասիրում եմ, սովորում եմ, շատ բան ունեմ դեռ սովորելու։ Բայց դա շատ ուրախացնում է։ Ինձ մեկ-մեկ ափսոսում եմ, ասում եմ, այ մարդ կոնսերվատորիա ընդունված լինի, ինչ միջազգային հարաբերություն հիմա գոնե նոտաները կիմանան, բայց իմ երաժիշտ ընկերները, որոնց շատ շնորհակալ եմ, ինձ քաջալերում են, ասում են, ախպեր, նորմալ է, լավ է, գնա։ Շատ երջանիկ եմ այդ իմաստով, որ մի հատ կարևոր բան եմ գտել։ Եվ ամենահավես պահերն է, որ սա բոլորին է սա։ Մի հատ իրար նայենք, ասենք, ամպելաձուն չի գալի շողեր ջան, մի անգամից ժպիտ է գալիս, ինչ որ հայացքի փոփոխություն է գալիս։ Շատ հետաքրքիր բան է։ Եվ այդ հայլու մեջ մենք կարող ենք տեսնել շատ բաներ, որ մեզ կօգնեն։ Մենք այս ժամանակներում, այս բարդագույն ժամանակներում կարծում եմ մշակույթը պիտի դարձնենք մեր զենքը։ Բայց զենքը, որը ոչ թե գնում ինչ որ մի բան ավերում է,
հայկական մշակույթը ավերող չի, հայկական մշակույթը արարող է։ Իսկ զենք, որը գնում ու արարում է։ Իսկ չեք կարծում, որ հակառակ տենդենսն է, ավելի շատ քաղաքական հարցերն են եկել առաջին պլան եւ մշակույթը կարծես թե մի փոքր ստվերում է մնացել եւ ինչ պետք է անենք մենք, ինչ պետք է անեք դուք։ Հաշվի առնելով թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, կարծում եմ այսօր արդեն պարզից էլ պարզ է, որ փլուզման եւ ինչ որ վերակառուցման ժամանակներում ենք ապրում, ուղղակի ահասարսուր է այն փաստը, որ սա դարձել է սովորական մեզ համար։ Շատ վտանգավոր է սա։ Ամենօրյա ռեժիմով պատերազմներ, սպանություններ, ստեղ էս պայթացրին, այնտեղ են պայթացրին, այս սահմանի մոտ են սահմանի հեռու, սա ուղղակի ինչ որ խելագարության փուլում է գտնվում ամբողջ աշխարհը, ողջ մարդկությունը կրակն է ընկել այս աշխարհի տերերի ձեռքը, այսպես ասած։ Մի sense բան կա աշխարհում, էլի, անընդհատ ամեն օրն ու ամեն վայրկյանը վտանգված է։ Եվ այս մշակույթը այսպիսի ժամանակներում շատ ավելի մեծ անելիքներ ունի եւ շատ ավելի մեծ նվիրում է պահանջում, Կոմիտաս վարդապետը ամենալուսավոր օրինակներից է դրա։ Մի շրջանում, որտեղ պիտի վերանար հայությունը, որ Փառք Աստծո չվերացավ, այսինքն պիտի վերանար նաև նրա մշակույթը, Կոմիտաս վարդապետը փրկեց այն, ձայնագրեց, գրառեց, ասեց էսա, ոնց որ մաշտոցը լեզուն։ Այն քաղաքական գործիչը, որը հիրավի կճանաչի իր ազգի մշակույթը եւ այդ մշակույթի կրողը կլինի, այո, կարծում եմ յուրաքանչյուր բանակցության կամ յուրաքանչյուր իրավիճակում իրեն շատ ավելի ուժեղ կզգա։ Հայկ, այս տուփի մեջ մի փոքր ավելի սուր հարց է, ընտրությունը ձերն է բացել, պատասխանել այս հարցին, թե ոչ։ Ինչքանով եք պատրաստ։ Խնդրեմ։ Դեսնեմ ինչ հարց է։ Կարող եմ ես ընթերցել, կարող եք դուք ընթերցել։ Խնդրեմ, ընթերցեք։ Ձեզ երբևէ ասել են, եթե Վարդան Պետրոսյանի որդին չլինեիք, այստեղ չէիք լինի։ Ոչ, չեն ասել։ Շնորհակալություն։ Իմ հոր անունը ինձ շատ օգնում է կյանքում։ Բայց իմ ճանապարհը ես փորձում եմ ինքս անցնել, սակայն հորս օգնությունը միշտ ինձ հետ է։ Բայց դա գիտեք ինչ օգնություն է, մի այդպես ձայներից խոսեցի, մի ձայն էլ կա, որ հորս ձայնն է իմ մեջ։ Կան կյանքում իրավիճակներ, որ ես իմ մեջ ինչ-որ փորձում եմ հասկանալ, լուծում գտնել եւ մեկ-մեկ դա շուտվանից կա ինձ մեջ, ասում եմ հայրս ինչ կասեր, պապան ինչ կասեր եւ այդ պատասխանը միշտ ինձ մեջ կա։ Ոնց որ գիտեմ ինքը ինչ կասեր, գիտեմ ոնց ինձ կուղղորդեր, ինչ կհուշեր, ինչ դիտողություն կաներ եւ սա կյանքում մշտական մի ներկայություն է, որ ինձ շատ օգնում է։ Գալով ձեր գործունեության սկզբին, դուք շատ լավ նմանակում եք, գաղտնիք չի մեզ համար, կա ինչ-որ մարդ, որին ամենաշատն եք սիրում նմանակել կամ ամենալավն է ստացվում։ Նմանակումների փուլը իմ կյանքում այդպես ասում եմ կարճ կյանք ունեցավ, որոշ ստենդափ ուրանում ժամանակ ինչ որ նմանակումներ անում էի, համ երգիչների պարոդիաներ էի անում, համ քաղաքական գործիչների, բայց 2020 թվականի սկիզբն էր արդեն այդ ժամանակ որոշել էի, որ ուզում եմ երգ երաժշտությամբ շարունակել ավելի շատ եւ ստենդափից այսպես դուրս գամ։ Ոչ թե չեմ ասել հրաժարվեցի, մի քանի ներկայացում եմ պատրաստած, բայց չգիտեմ երբ ժամանակը կգա։ Շատ թանկ, շատ սիրելի ժանր է ինձ համար, իսկապես շատ սիրում եմ, ուղղակի այդպես փուլային հոճային անցում եղավ ինձ մոտ։ Եվ այդ ժամանակներից գրեթե նմանակումներ չեմ արել։ Նմանակումներ ես անում եմ երբեմն կյանքում, կենցաղում ընկերներիս հետ, բայց այդ արդեն ինչպես ասում են, մեր ներքին խոհանոցային կատակներն են։ Իսկ ժամանակի ընթացքում փաստորեն ձեր գործունեության ուղղությունը փոխվել է։ Ստենդափից եկանք հասանք Կոմիտասին։ Իսկ ձեր ընկերները եւ շրջապատը եւս փոխվել են, թե չէ։ Այս վերջերս մի հարցազրույց էի նայում, օրինակ Վահրամ Սահակյանը կեսկատակ կամ գուցե լուրջ ասում էր, որ ինքը հին ընկերների հետ չի շփվում, հարցին թե ինչու, ասում է, որտեվ հին են։ Հին մեքենան է լավ, թե նոր մեքենան, այսպիսի sense պատասխան տվեց իր ոճի մեջ։ Արդյոք դուք շարունակում եք շփվել հին ընկերների հետ, թե ժամանակի ընթացքում նոր ընկերներ եք ձեռք բերում եւ այսպես կապը խզվում է հին ընկերների հետ։ Ես ձեր մեջբերումները չմեկնաբանեմ, իմ դեպքում
իմ հին ընկերները իմ ամենաթանկ ընկերներն են, ոնց որ եւ նոր ընկերները, բայց հին ընկերների հետ ասենք մանկությունից եկած բակային մեր խաղերից, դպրոցական տարիներից եւ այլն, այդտենց հին ու նոր չկա, ընկեր է իմ միջավայր, իմ շրջապատում։ Հին ընկերներ ունեմ ժամանակային բանով, եթե ասենք, էլի նոր ընկերներ ունեմ եւ ընդհանրապես ընկերությունը Կարապես ինչ է հաջողությունը, էլի, այսօր աշխարհում այդպիսի բան կա, բոլորը ուզում են շատ-շատ հաջողակ լինել, էլի, ասենք, այդպես միլիոնավոր հետևորդներ ունենան, անդադ այդ հաջողության մի հատ ձև է ներկայացվում մարդկանց, այն որ 10 things from Elon Musk to be successful, man. 10 things from Denzel Washington to be motivated, to wake up early and be successful, ոնց որ պարտադրեն մարդկանց հաջողակ, դա վեր կա, առավոտը պետք է այ մարդ։ Եվ դրա մասին ես մտածում եի ընդհանրապես ինչ է հաջողությունը, ինչպիսի դրսևորումներն է կարող ունենալ եւ կյանքի մեծագույն հաջողություններից է ընկերներ ունենալը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում այս աշխարհը կյանքը առանց ընկերության։ Շատ մեծ երջանկություն է ընկերներ ունենալը եւ շատ տարբեր տարիներից ես եւ տարբեր ժամանակներից ունեմ ընկերներ եւ այստեղ ինձ համար օրինակ գլխավորային չէ թե մենք ինչպիսի հաճախականությամբ ենք շփվում։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ մենք չենք կարողանում այնքան ժամանակ տրամադրել մեր սիրելիներին, մեր հարազատներին, ինչքան որ կուզեինք։ Նույնիսկ մի տան մեջ ապրող մարդիկ իրար կարող է տեսնել առավոտյան եւ երեկոյան։ Այսպիսի տեմպով է, խելագար համակարգի մեջ ենք մենք ապրում։ Ընկերներ ունեմ, որ մանկության իմ բակի ընկերներն են, մենք իրար հետ ունենք շատ տարբեր հուշեր, այնքան թանկ, որ ամբողջ աշխարհը մանկություն կա մեջը, խաղ կա, ֆուտբոլ, կռիվ, նեղանալ, բարիշել, ընդհանրապես կյանքը իրար հետ բացահայտել, իրար հետ ընկերություն, հասկացողությունը ապրել։ Իմ ամենամտերիմ ընկերներից մեկը, այսպես կյանքի ընկերս Գիգոն է, մենք դպրոցի ընկերներ ենք ունենք։ Ես ունեմ բանակի ընկերներ, մեկը հիմա այստեղ չի Միացյալ Նահանգներում է, մյուսն այնտեղ է, բայց կապ ունենք, չաթ ունենք, այսպես ասենք, բանալի կապը կա։ Իմ կյանքի մյուս ընկերներն են, մարտական ընկերներ, ամեն մեկը մի յուրահատուկ ոնց որ բնագավառ է։ Ամեն մեկի հետ մի շատ հարազատ թանկ կապ կա, կապող զգացմունք կա։ Լինում են օրինակ ինչ որ ընկերական միջավայրեր, շփումներ, որ հետո ոնց որ մաղվում գնում է եւ այդտեղ ոչ մեկին ոչ մեղադրել է պետք, ոչ ինչ որ վատ մտքով հիշողությունների դաշտ են գնել, ուղղակի այդպես է, մարդիկ ֆիլտրելով են գնում այս աշխարհում։ Հայկ, իսկ ձեր համար կարևոր է, որ բոլորի կողմից սիրված լինեք, որ բոլորը ձեզ սիրեն։ Չէ։ Ես նախ մտածում եմ դա անհնար է, որ այսինքն բոլորը ով ասենք Դոնալդ Թրամփը բոլորի մեջ մտով գա ինձ։ Հասարակությունը նաև հանդիսատեսը, քաղաքացիները, թեկուզ աշխատանքային միջավայրում։ Չէ, դա բոլորը չէ, բայց տեսեք, այս գործը բեմական կյանքը ինքը ոնց որ իր սկզբունքների մեջ ինչ որ սիրո հասկացողություն կա, էլի։ Ինչ որ դրսևորումներ կան դրա, որ օրինակ շատ ուզում ես, ինչ որ դու ներկայացնում ես, պատմում ես, երգում ես մարդկանց համար, օրինակ անկեղծությունը գնահատվի կամ քո զգացմունքը, որ ուզում ես փոխանցել մարդուն, կարողանաս փոխանցել։ Այդ ամեն ինչի հիմքում սերն է անկած։ Ընդհանրապես այդ խոսեցինք ինչ է ձայնը, ես հետո սկսեցի մտածել ինչ է երգը, ինչու է մարդ սկսում երգել։ Այսինքն ինչ ա եղել, քո համար ապրում ես խոսիր երգի։ Այն մտքին եկա, որ կոնկրետ հիմա ժողովրդական երգերի մասն եմ խոսում, որ այդ երգերը բոլորը սիրո ծնունդ են, որովհետև օրինակ օրորոցային երգող մաման, որ ծնել է այդ օրորոց չի կարող ասենք իր բալիկից զզվի, տենց ու մի հատ չքնախ ասենք այդ օրորոցային է երգի։ Գութանանող մարդինք այդ հողը սիրում, այն ինչ որ ինքը չի դա անում որպես ստրուկ, ինքը դա որպես ազատ մարդ է անում։ Այդ գութան այդ ես վեր, արա հո, հե, հա, ալա մի ո՞բ ասենց այդ լորվա գութաներ կա։ Այդտեղ էլ սեր կա, աշխատանք կա, տանջանք կա, բայց սեր է։ Հարսանեկան երգերը մեր սաղ այսպես սեր է, էլի, թակվորի մեր դուրս արի, թակվոր ինչ բերեմ, մեր բնության երգերը բնության հանդեպ սեր է, լորիկը, կակավիկը, անձրևը, շողերջանը եւ այդ սիրո միջավայրում իրար հետ օրինակ համերգի կամ ներկայացման ժամանակ այդ զգացմունքի մեջ լինելը շատ լավ է։ Բայց այն որ օրինակ չգիտեմ ոնց որ ասենք Մայքլ Ջեքսոնի համար էին խելագարվում մարդիկ ինչ որ կամ այտենց հսկա համաշխարհային աստղեր, բան, այդ իմ թեման չի, այսպես ասած։ Սիրուց խոսեցիք, անդրադառնանք ձեր ընտանիքին, գիտեմ որ 4 տարեկան աղջիկ ունեք։ Ձեր աղջիկը ինչ է ձեզ սովորեցնում։
Այդ ցանկը այնքան մեծ է, որ ես կդժվարանամ ասել, ընդհանուր առմամբ, եթե փորձեմ ձևակերպել մի նախադասությամբ միտքը, ապրել, դեպի լավը փոխվել, ավելի պատասխանատու լինել։ Երեխաները մեծագույն ուսուցիչներ են իմ համոզմամբ, եւ մի այդպիսի խոսք կա, որ ինձ շատ դուր է գալիս, ասում է ուսուցիչը նա չէ, ով սովորեցնում է, ուսուցիչը նա է, ումից սովորում են։ Այսինքն երեխան քեզ չի գալիս ինչ որ բան այսպես սովորեցնում, որ պապա ջան սենց որ անես լավ կլինի, բայց դու նրան նայում ես, հասկանում ես դու ինքդ ինչ պիտի անես։ Երեխայի լույսաշար գալով մի նոր այսպես տիեզերք է ծնվում, էլի կարելի ասել, եւ այդ ամեն ինչը բերում է մեծ փոփոխություններ, մեծ էլի այդ ամեն ինչը հիմնված լետնի սիրո թեմայի վրա։ Մտածել եք այ հայրենասիրություն, հայրենասեր մարդ, ինչպես պետք է մեծացնել, ինչպես պետք է երեխային կրթել, որ տարիքից եւ ինչու՞մ է արտահայտվում հայրենասիրությունը։ Դե կրթությունը այնպիսի բան է, որ տարիքից էլ սկսես լավ է։ Այսինքն ուղղակի կես տարեկանում երեխայի համար մաթեմատիկական կրթություն սկսելը կարծում եմ ճիշտ չի, բայց օրինակ երգ էլ նրա համար ինչ որ այտենց մի բան փոխանցել, ինչ որ մի մշակույթ տալ, այդ իմաստով կրթություն տալ, արդեն այսինքն շուտ էլ կարելի է սկսել։ Ինչպես անել, որ նա հայրենասեր մեծանա։ Փորձը ցույց է տալիս, որ դրա գլխավոր գրավականը այդ հայրենիքի հետ դրան ծանոթացնելն է։ Եվ ծանոթացնել ամենատարբեր դրսևորումներով, մշակույթ, զբոսանքներ, էքսկուրսիաներ տարբեր, պատմամշակութային վայրեր։ Հա, ամեն դեպքում հայրենասիրությունը եւ ընդհանրապես սիրո հետ կապված հայրենասիրություն կլինի, թե աշխատասիրություն կլինի, եթե խոսում ենք իսկական հայրենասիրության մասին, դա պարտադրանքով չես կարող մարդուն ստիպել։ Դե կարող է հնարավոր է ինչ-որ տարիների մեջ ագիտացիաներ անել մարդկանց զոմբիացնելով դարձնել, մենք համաշխարհային պատմությունը դրա ցավալի փորձեր ունի, բայց իսկականի մասին եթե խոսում ենք, առաջին հերթին ճանաչելն է եւ հետո թողնել նրան ընտրությունը։ Բայց մեր հայրենիքը այնքան հրաշք է, որ ճանաչելուց հետո մարդ չի կարող անտարբեր մնալ եւ ոչ միայն հայ մարդը։ Համերաշխ ընտանիք ունենալու համար ինչ է պետք։ Արդյոք դա էլ աշխատանք է, որ ամեն օր պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Ես ինքս հարսանիքներ շատ եմ վարում եւ այդ նորապսակների կենացը բազմիցս ասել եմ, սակայն բոլորն էլ հասկանում են, որ մաղթանք օրինակ այդ իրար հետ սիրով լինեն, հարգանքով լինեն, զիջող լինեն, լսող լինեն, էս լինեն, այն լինեն, հոգատար լինեն, դա պետք է ապրել, դա պետք է գործով ցույց տալ։ Ընտանեկան համերաշխությունը մի հրաշք աշխարհ է, որի համար այ պետք է ինչ-որ աշխատանք անել, պետք է զգացմունքային, կարգապահության, օրինակ, չգիտեմ, տարբեր ինչ-որ ձևերի ներդրումներ անել։ Այդպես։ Բազմաթիվ պլաններ ունեք, Կոմիտասի մասին խոսեցինք, նաև ես հիշում եմ, որ հարցազրույցներից մեկում ասել եք, որ ուզում եք հմուտ ձիգշել սովորել։ Նախ հիշում եմ հայրս, որ փոքր է, ինձ բերում էր Պուշկինի այգի այն ժամանակ, հիմա Սիրահարների այգի, այնտեղ կարուսելներ բաներ կային եւ ձիգ կար, միած սև, միած սպիտակ։ Իսկական ձիգ կար այնտեղ։ Հա, ձիգ կար, ես այնտեղ բայց չեմ տեսել։ Միշտ չի որ լինում էր, բայց մեկ-մեկ երկուս շատ սիրուն ձի էին, սև ու սպիտակ։ Երկուսն էլ քշել եմ, հիշում եմ։ Այդտեղից է սերը ծնվել, բայց մի օր իսկապես երազում եմ այդպես, մի փոքր երազում եմ, այլ նպատակ ունեմ, էլի։ Հեսա ժամանակը գա կյանքի կոչեմ, գնամ սովորեմ։ Բայց այնց լավ եմ ուզում սովորեմ, որ հետո կարողանամ ինքս զի պահել։ Այդ ամեն ինչն է կապված է մի հատ ուրիշ երազանքի հետ, որը կապված է լորի հետ։ Այս Կոմիտասյան Աստված կյանք դա ստացվի ամեն ինչ այդ նախագծերը մի 10 նախագիծ sense մեծ բաներ եմ մտածել, էլի գլխիցս մեծ։ Կարևորը հավատն է, ստացվի։ Եվ այդ ամենից հետո ես շատ ուզում եմ գնալ լորի։ Ես շատ սիրում եմ լորին, պաշտում եմ լորին։ Փոքր ժամանակ 6 տարի հանգստացել եմ լորիում ամենամար, բռունցքներս այնտեղ բուժվեցին եւ լորիով ես սիրեցի բնությունը, որ ճամբարում մեռյալ ժամ էր լինում, տատիկս աչքերից կպնում, տատիկս էր քնում փոխանակես գրի, վազում էի անտառ, բայց շատ հեռու չէի գնում։ Ասել են գայլեր կա բաներ, դա ինչ որ մոտիկ տեղ էր, որ այնտեղ սիրուն արվակ կար, բան կար։ Ու ես հիշում եմ իմ մանկության ամենասիրուն տպավորությունները, որ վազվզում էի, խաղում էի մենակով, ինչ որ երեխան ինչ պետք է անի, փետ բան, ինչ որ sense բաներ։ Ու այդ ցիտիկի ծլվելոցներ ձայն աշխարհ բան, ես հիմա որ հետադարձ հայացքով իմ մոտ այդտեղ է սկսել առաջի կապը, եւ մի օր հիշում եմ, որ այնտեղ անձրև եկավ։ Այսպես պատկերացրեք, արվակի քչքչոցն է լսվում ու սենց անձրև է գալիս մեկ էլ։
Անձրևն եկավ շաղալեն, ու տերև դողալեն, վայ լե ջան լե, վայ լե ջան լե, հրես եկավ իմ աղբեր, ալձին տակին խաղալեն, վայ լե ջան լե, այսպես։ Շնորհակալություն, շատ գեղեցիկ էր, շատ հետաքրքիր էր մեր զրույցը։ Իդեպ այս թատրոնում, որտեղ մենք գտնվում ենք, վերաբացված համազգային թատրոնն է, շնորհավորում եմ բոլորիս, նոր թատրոն կա Երևանում, համազգային թատրոնը Սոս Սարգսյանի անվան, եւ մարտի 21, 26, 28 այստեղ պրեմիերաներ ունեմ Կոմիտասի հետ կապված ներկայացում եմ, այնպես որ համեցեք։ Ձեզ եւս մեկ անգամ հաջողություններ եմ մաղթում ձեր բոլոր նախաձեռնություններում, շատ հետաքրքիր էր։ Շնորհակալություն։ Ես շատ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք, ինձ էլ շատ հաճելի էր։ Պրոֆիլ հաղորդաշարում այսպիսին էր Հայկ Պետրոսյանը, իսկ մենք դեռ կհանդիպենք։